Իրանի իշխանությունները փակում են երկրի կենտրոնական, արևմտյան եւ հյուսիսարևմտյան շրջանների օդային տարածքի զգալի մասը։ Իրանը նախազգուշացրել է ավիաընկերություններին Թեհրանի տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին եւ հորդորել երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային եւ կենտրոնական շրջաններով թռչող ինքնաթիռներին այլընտրանքային ուղիներ գտնել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երեկ Թեհրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի Մասուդ Փեզեշքյանի հետ։ Ռուսաստանի հետ կապերի զարգացումը Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հայտարարել է Փեզեշքյանը, շեշտելով Ռուսաստանը եղել է դժվարին պահերին Իրանին աջակցող երկրների թվում։ Անդրադառնալով տարածաշրջանային եւ միջազգային հարցերում Թեհրան-Մոսկվա գործակցությանն, Իրանի նախագահը նկատել է բազմաբևեռ աշխարհի ստեղծման շուրջ գործակցությունը կհանգեցնի խաղաղության եւ անվտանգության խթանմանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի Եվրամիության կողմից ծայրահեղական ճանաչված Համասի եւ Իսրայելի հակամարտությանը, Թեհրանում Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայել Հանիեի սպանությանը Իրանի նախագահը Իսրայելի գործողությունները հանցավոր է որակել, դրանք համարելով միջազգային իրավունքի խախտման վառ օրինակ։ Իրաքի ռազմակայաններից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով ամերիկյան զինվորական անձնակազմի առնվազն 5 անդամ է վիրավորվել։ Ըստ իրաքցի երկու աղբյուրների Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Ասադ ավիաբազայի վրա է արձակվել 2 կատյուշա հրթիռ, որոնք ընկել են ռազմակայանի ներսում։ Առայժմ պարզ չէ, արդյոք այս հարձակումը կապված է Իրանի սպառնալիքների հետ, վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում Համասի ղեկավար Իսմայել Հանիեի սպանության համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լյոտ Օստինը օգոստոսի 5-ին իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Ալ-Ասադ ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակմանը։ Ըստ Պենտագոնի տարածած հաղորդագրության, կողմերն ընդգծել են, որ դա վտանգավոր էսկալացիա է եւ ցույց է տալիս Իրանի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Ամենակարևորը ամերիկացի գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելն է, մենք դա դեռ չենք տեսնում, սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո մոտեցումներն արմատապես կփոխվեն, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վրաստանը քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարելավելու համար։ Վարչապետը նաև պատասխանել է Վաշինգտոնի կողմից Թբիլիսիին $95 միլիոն օգնությունը կասեցնելու մասին հարցին։ Կոբախիձեն նաև նշել է, որ դեռ չգիտի, թե կոնկրետ որքան գումար է կասեցվել։ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից եւ երկիրը